Բարև համապետական խորհրդարանական ընտրությունները, որի մասին այսքան երկար եւ այսքան շատ խոսում ենք, վերջապես կայացան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների ամբողջական նախնական արդյունքները, բայց սա դեռ ամբողջը չէ։ Ասելով սա դեռ ամբողջը չէ, նկատի չունեմ միայն այն, որ պետք է սպասել դեռ ընտրությունների վերջնական արդյունքներին, այլ այն, որ արդյունքների ամփոփումից հետո արդյունքների հրապարակելուց սկսվում է ոչ պակաս մի հետաքրքիր շրջափուլ, այն է այդ արդյունքների քաղաքական ընթերցումը։ Այնպես որ այսօր զբաղվելու ենք քաղաքական ընթերցանությամբ։ Մեկ անգամ չէ, որ ասել ենք այս ընտրությունները սովորական շարքային հերթական ընտրություններին չէին, սրանք ըստ էության հանրաքվեներին մի քանի կարևոր հարցերի շուրջ։ Դիմակայություն, թե խաղաղություն, Ռուսաստան, թե արևմուտք կամ ավելի ճշգրիտ Ռուսաստան, արևմուտք, թե բալանսավորում։ Բայց այս ամենի հետ կարևոր է հասկանալ, թե ինչ ընտրեց Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ինչ չընտրեց եւ ինչ նոր իրավիճակ ունենք արդեն խորհրդարանական համապետական ընտրություններից հետո։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, զրուցակիցս քաղաքագետ Հայկ Սուքասյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երկար գիշերից հետո հասնենք ընտրությունների արդյունքների ամփոփմանը, ինչի մասին են խոսում ընդհանուր առմամբ։ Նախ շնորհավորենք քաղաքացիական պայմանագրին եւ մեր ժողովրդի հավաքական մեծամասնությանը իր ընտրությամբ պաշտպանելու համար սեփական անկախությունը, ազատ ապրելու ձգտումը, աշխարհին սեփական անկախ պետությամբ եւ արժանապատիվ ներկայանալու ձգտումը, սա կարծում եմ կենտրոնական հարցն է, որ մեզ համար շատ կարևոր է։ Այստեղ ընդհատեմ, քանի դեռ չենք անցել առաջ, կոնկրետ կառավարող կուսակցությանը, կառավարող կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրը հավաքեց գրեթե 50%, մի փոքր ավելի քիչ։ Սա համոզիչ հաղթանակ է, թե հանրային վստահության նվազում։ Եթե համեմատենք եւ տոկոսները եւ ստացած ձայների քանակը նախորդ ընտրությունների հետ։ Դեք գնահատականները թողնենք մի կողմ։ Մեր ընտրական օրենսգիրքը այն գլխից ֆոկուսներ ունի, որ եթե խնդրեմ լինի, այդ խնդրեմը ինքը այդ ֆոկուսներով լուծում է, էլի։ Մեծամասնություն չլինի, ինքը սարքում է մեծամասնություն։ Այդ Հայաստանի մինչև հեղափոխական անցյալից կուտակված փորձն է իրավական եւ ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ եմ ասում, մեր պետության իրավական կյանքը մաղթարողների 99% այս իրավաբաններն են։ Այն գլխից ծնվում են մուտիլովկեն ջեբները դրած։ Ինչքան իրավական խութեր կա, ինչքան այլանդակություն կա, սա այս իրավաբաններից է դուրս գալիս։ Այս ընդհանրապես պետք է նկատի ունենանք, դա էլ իրաց սարքած օրենսդրությունն է։ Բայց մենք ինչ ունենք։ Մենք իհարկե ունենք մի կարևոր բան, որ մեր ժողովուրդը հավաքական մեծամասնությամբ պահեց իր ինքնիշխանությունը, բայց մենք ունենք նաև արդյունքում բուքսիրով խորհրդարան բերած, որտեղ դրանք բուքսիրով են եկել խորհրդարան, լացելով, աղաչելով, Ռուսաստանով, հիբրիդային պատերազմներով, Ալիևին աղաչելով, որ ասի 300,000 մարդ ուզի, որ ես էլ ուզեմ այդ 300,000-ը, որ այդ թուրքական լեշի վրա մի քիչ էլ հնարավոր լինի հակաթուրքականություն բորբոքեն, որ գամ, այս ընտրակաշարքներով հսկայական, այսինքն բուքսիրով սրանց լեշը եկել է խորհրդարան եւ սա լավ չի, որտեվ իհարկե ինքնիշխանության թևը ուժեղ է անկախ, բայց կողքից այդ ճորտության հոսանքի զառոցը կա եւ սա լավ չի։ Եվ ես օրինակ հարց ունեմ մեր ժողովրդի այդ հատվածին, այսինքն ինչքան են դրանք համագումարը ձայն հավաքել, ասենք մի 500,000 ձայն, չէ։ Եվ ես նայեք, այս 500,000 մարդ, այդ մի նայեք, որ դուք, ասենք, իշխանությանը չէիք ուզում։ Դուք ընտրել եք ճորտություն, դրանք ճորտության ջահակիրներն են, այս 5 տարի է բացատրում ես, այսքան մի հատ էրշի բացատրել, հիմա մարդ էր դարել։ 500,000 մարդ գնաք ճորտությանը ձայն, տակ նայեք, եւ սա մեր հասարակության քաղաքական կառուցվածքն է։ Եվ պարզվում է նաև ազգային մտածողության բաղադրիչը ռուսական ճորտության մտածողություն, եւ սա լավ չի։
Եվ այդ հոսանքի վրա են, որ սրանք գալիս են։ Այստեղ կարևորը այս մարդիկ չեն, որ եթե հոսանքը չլինի, այս մարդիկ չեն լինի։ Հոսանքը կա, այդ հոսանքի վրա ամեն անգամ մեկի ռեկլամ են անում, նաղդում են ջաններից։ Այսինքն, բայց հա, ունենք այս երկփեղված անտագոնիստական նախ հասարակության մեջ քաղաքական մտածողությունը, բայց որը եկավ նաև ազգային ժողով։ Եվ այստեղ իհարկե լավ կլներ, որ պետական, ժողովրդավարական, անկախական գիտակցում ունեցող ուժերից մեկն էլ կարողանար, բայց այստեղ էլ իրենց հարց կա։ Ուրեմն ինքնակազմակերպման ցածր մակարդակ կա, որտեղ մենակ շառը բանի վրա գցելով չի, իշխանության վրա ձերբակալի, որ ես անցնեմ։ Հա, ենթադրենք, հա, դա էլ կա, բայց դուք ինչ եք անում։ Որտեղ է ձեր ինքնակազմակերպման բարձր մակը։ Եվ ես մեղադրում եմ իրենց։ Այսինքն դուք մեղավորություն ունեք։ Այս ընտրության մեջ դուք մեղավորություն ունեք։ Դուք նկատի ունեք։ Ես նկատի ունեմ ժողովրդավարական աշխարհայացքով ուժերը։ Ձեր կազմակերպական ցածր մակարդակով, նորարարություն մտածելու անունակությամբ։ Եվ սա եւ այսա դուք պատասխանատվության մաս ունեք։ Բայց իհարկե նաեւ գլխավոր հարցը մեր հասարակության քաղաքական մտածողության կառուցվածքն է։ Նաև իհարկե նկատի ունենանք, որ մենք ընտրությունների են գնացել բարդ պայմաններում, որտեղ ժողովրդավարական ինստիտուտները կայացած չեն։ Չկայացած ժողովրդավարական ինստիտուտների պարագայում գնացել ենք անելու ժողովրդավարական ընտրություններ, դրսից ունենալով ահռելի սպառնալիք, դրսից ունենալով ընտրակաշառքների հսկայական զանգված։ Այդ որ ասում ենք ժողովրդավարական է, դա ժողովրդավարական է, որտեղ ենթադրենք պետությունը չի կեղծել։ Բայց եթե նկատի ունենանք, որ բուքսիրով խորհրդարան բերած հատվածը ընտրակաշառք լայն զանգվածով ընտրակաշառքներն են, այստեղ խնդիր կա այդ ընտրության հետ կապված, էլի։ Ուզում ասեմ, բայց լավ է, որտեղ այդ թույլ ինստիտուտները լիլի գոնի դիմացան այս ճնշումներին, որտեղ այդ ճնշումները շատ մեծ է եւ ռևերսալիկ, հետընթացալիկ չթույլատրեցին։ Եվ մեր ընտրությունների գլխավոր հետագա ռազմավարությունը որը պետք է լինի, որ մենք կարողանանք այս 5 տարիների ընթացքում պետական ինստիտուտները կայացնել։ Այստեղ նույնիսկ ասեմ ձեզ, նույնիսկ տնտեսական աճն չի շատ կարևոր։ Իհարկե կարևոր է դա պետք է լինի, բայց գլխավոր խնդիրը պետք է լինի պետական ինստիտուտները կայացնելը, որպեսզի ենթադրենք 2031 թվականին որևէ ռուսական ուռած գլուխ, ասենք հաջողացնի այս ճանապարհով իշխանություն գալ, պետական ինստիտուտները աշխատեն, չթողեն պետության փլուզում։ Էլ մեր խնդիրը այդ ինստիտուտները կայացնելը, այստեղ ենք մենք դոփում տեղներս, այստեղ խնդիր կա։ Դրանք իրավական, քաղաքական լուծումներ են պահանջում։ Իրավական էլ, քաղաքական էլ, մարդկային էլ, կադրային էլ, եւ պետք է նայել բոլոր այս ընթացքում հորանջած կադրերը իշխանության մեջ։ Անդի չի որտեղ ուզում է լինի պետական կառավարման լոթի դեմքեր ինչքան որ կա, հավտի հանրը շպրտել դուրս։ Մենք պետք է նկատի ունենանք, որ մենք այն պետությունը չենք, որ մեզ կարող ենք թույլ տալ մի քիչ էլ հանգիստ լինել, մի քիչ էլ դե լավ, մի քիչ էլ վատ աշխատենք։ Չէ, մենք այդ պետությունը չենք։ Մենք ագրեսիայի տակ գտնվող, ամենօրյա ագրեսիայի տակ գտնվող պետություն ենք։ Մենք իրավունք չունենք մեզ թույլ տալ այնպեսի շքեղություն, ինչպիսին է լինել ենթադրենք մի քիչ էլ թամբալ։ Իրավունք չունենք։ Դա այստեղ կադրային կապիտալի հարցեր կա։ Ինչ ասեմ, սրանք խնդիրներ են, բայց որոնք մենք պետք է լուծենք։ Դուք խոսեցիք մեր հասարակության քաղաքական կառուցվածք ասացիք, քաղաքական կառուցվածքի մասին, այս համատեքստում եւ ձեր բնութագրման բուքսերով խորհրդարան բերված ուժերի մասին եւ ժողովրդավարական ուժերի մասին, որոնք չհայտնվեցին խորհրդարանում, կառավարող կուսակցությանը շնորհավորեցիք։ Այս մասով ինչ ունենք մենք։ Ժողովուրդը իր վստահության քվեն տվեց կառավարող կուսակցությանը, թե անվստահությունը տվեց ընդդիմությանը։ Որն էր էլի ավելի շատ երկուսն էլ իրար հետ է հիմա շատ չխորանանք։ Չէ, ես նկատում եմ, որ երբեմն ասում են, չէ, ընտրում են այս մեկին, որովհետև չեն ուզում, որ այն մեկը լինի։ Այս համատեքստը կա, բայց ես կարծում եմ գլխավոր հարցը որն է, որ որոշում կայացվեց պաշտպանել անկախությունը, որտեղ այստեղ միայն շարքային ընտրություն չի, ընդդիմություն գա, ես գա, ամեն մեկը գա, իշխանություն գա, այդպիսի ընտրություն չենք մենք արել, մենք արել ենք անկախ պետությունը պահպանելու ընտրություն։ Իհարկե պետք է նկատի ունենանք, որ մի զգալի հատված է, դա չի ուզում իրեն հետաքրքիրել չի։ Սա լավ չի, նշանակում է մենք փոխվենք։ Մենք մեր հասարակության կրթության վրա պետք է աշխատենք, ինքներս մեր կրթության վրա պետք է աշխատենք, մինչև բերենք այդ հատվածին անկախական գիտակցության։ Այսինքն սա ավելի շատ անկախ պետություն ունենալու ընտրություններ, որի ջահակիրը իշխանությունն է։ Հիմա այն էլի ուժեր կան, բայց այդ ուժերի
քաղաքական, հավաքական պոտենցիալը տեղը չէր, որ հայտ ներկայացել իրենք էլ դրան մասնակցեն։ Ինչ ասեմ, այդպիսի ընտրություն ավելի շա։ Կառավարող կուսակցությունը նորից ստացավ մեծամասնություն, ձեր ասած ժողովրդավարական ուժերը խորհրդարանում չհայտնվեցին, բայց խորհրդարանական ընդդիմության դաշտում կառուցվածքային փոփոխություն տեղի ունեցավ, ուժեղ Հայաստանը ըստ էության դարձավ գլխավոր ընդդիմադիր ուժը։ Սա մեծ հաշվով մեծ փոփոխություն է ընդդիմադիր դաշտի հետ ուժերի հարաբերակցության մեջ։ Ոչ։ Այդ նոմինալ փոփոխություն է, բայց որակները այդ մարդկանց ենթադրենք ֆիզիկական արտաքիններն են փոխվել, բայց դրանց հոգիները, մտածողությունը ամեն ինչ նույնն է։ Լուրջ վերատասավորում չունենք այստեղ այսինքն։ Չէ, չունենք, հիմա փոխատեղում է եղել, այն մեկը ենթադրենք հեղինակությունը կորցրել էր, այս մեկին են նաղդել մեր ժողովրդի վրա։ Բայց դա նույնը ռուսական ագրեսիայի հատվածն է, հակապետական մտածողությամբ, պետություն չուզենալու ձգտումով եւ կախյալ ինքնությամբ։ Դրանք սեփական ինքնությունը չունեն, դրանք հակաթուրքականության թեզիսի վրա ստեղծված ուժեր են, որ այդ հակաթուրքականությունն էլ չկա։ Իրականում ես մեր ժողովրդին ասում եմ, հերիկա զզվսնեք։ Թուրքիայի վտանգը այդքան չի։ Այս սրանք պարզապես որպեսզի ճորտ մնան, անընդհատ Թուրքիայի լեշը հանում տանում են ձեռներ հետ։ Այդ մի հատվածը սկսում է թուրքա գա, թուրք չի գալու։ Թուրք իրենք են բերում։ Ես ուզում եմ մեր ժողովրդին իմանա, ռուսական ուժերը ամենաթուրքամետ ուժերն են։ Ամենաթուրքամետ Հայաստանում Թուրքիա բերում է ռուսամետ ուժը։ Այսինքն այս հատվածը դրա վրա, եթե օրինակ Թուրքիային հանես, ասես մի հատ ասա դու ով ես, ինքը չի կարող ասի։ Չի, դա կախյալ ինքնությամբ մարդիկ են։ Իրենք չգիտեն իրենք ովքեր են։ Հետևաբար այս իրավիճակն է մեր մոտ։ Ուժեղ Հայաստանը կարծում եք երկարաժամկետ ընդդիմադիր գլխավոր ուժ կշարունակի մնալ քաղաքականության մեջ, թե սա կարճատև նախագիծ էր։ Եթե խորհրդանը 5 տարվա կյանք ունենա, դե կմնան, հետո էլ կհասկանանք, եթե սրանք էլ հեղինակությունները գցեն, եթե պետական ինստիտուտները ճիշտ աշխատեն, եթե այնինչ իշխանությունը ասում էր, որ սրանց այլանդակությունները իրավական գնահատական պետք է ստանան, այս օրենսդրությամբ, իրենք կարող է հեղինակությունները կորցնեն, բայց ես էլ եմ ասում, մենք նկատի ունենք, որ մենք տարիների ընթացքում կառավարված ժողովուրդ ենք։ Մեր մեջ ռուսական ներկայությունը շատ մեծ է, տարբեր տեղեր, գիտության մեջ, կրթության ոլորտում, քաղաքական դաշտում, տնտեսության մեջ, Ռուսաստանը ամենալավ հարմար տեղավորված է մեր մեջ, մեր ժողովրդի մեջ։ Պետք լինի մեկին ռեկլամ կանեն։ Արևմտամետների մեջ էլ ռուսական կակեբե կա, բայց վրաները գրած է բան, արևմտամետ։ Այն մեկի վրա գրած է, ասել դուք ասես ես Վիլսոնից եմ։ Այտենց էլի Վիլսոնի մասին գրքեր կգրես բան։ Այս կա այս հատվածը տեղավորած։ Եթե պետք լինի, մի հատ արևմտամետ կճարեն երիտասարդ դեմքով, ոչ երիտասարդ դեմքով։ Բայց ամեն դեպքում, քանի որ մեծամասնությունը կա, իշխանությունը մեծամասնություն ունի, հանգիստ կարող են աշխատել մինչև 5 տարին, հետո դրանից հետո կտեսնենք։ Մենք սահուն անցանք արդեն այս ընտրությունների արտաքին քաղաքական հետքին։ Մինչ այս շատ էինք խոսում այն մասին, թե այս ընտրությունները նաև հանրակրվեն կամ հանրությունը պետք է պատասխանի այն հարցին, թե Ռուսաստան, թե Արևմուտք։ Կարծում եք, այդ հարցադրումը ի բնե ճիշտ էր, թե պետք է դրվեր Ռուսաստան, Արևմուտք, թե բալանսավորում, այսինքն օրենտացիոն, թե բալանսավորման։ Բոլորն սխալ է։ Ռուսաստան Արևմուտք չի։ Ռուսաստան բալանսավորում չի, Ռուսաստան Հայաստան է, ուրիշ բան չկա տակ, մնացածը կոմպլեմենտար է, փոխ լրացնող է, այդ Հայաստանը լինելու համար դիլինի բալանսի քաղաքականություն, մեկը քանի որ ծնված օրվանից տնեցիները ասեն, որ հենց կանգնես, մի անգամից կողնորոշվի, հանկարծ տեղը չկանգնես, ուղիղ չգնաս, քո հայացքը չունենաս, ծնվել ես, մի անգամից գլուխը թեքում ես, գնում ես դեպի արևմուտք, ամեն մեկը մի հատ կողնորոշում ունի հայության մոտ։ Այս սրանք կոմպլեմենտար բաներ են, փոխ լրացնող։ Այստեղ հարցը Հայաստանը թե Ռուսաստան է մնում։ Գլխավոր խնդիրը սա է, ինքնիշխան մնալու հարցը։ Ռուսական այդ մեզ տարել են, տեղավորել են այդ դաշտում։ Ինչքան մենք դուրս են գալիս, ասում ենք մենք այդ օրենտացիաների մեջ մի տեղավորեք, գցում են այս աշխարհակաղակական անտագոնիզմի մեջ, հետո սկսում են հարցը լուծել։ Նայեք, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ վերլուծությունները հիմքից կտրված են։ Ad absurdum դատողություններ են։ Դատողություններ, այսինքն վերլուծությունները քաշած են մինչև абսուրդ։ Եվ այստեղ սկսում են Օրինակ Ռուսաստանը այն որ բան է սիրեն, որ բոյդ կարճ էր,
դրա համար Պուտինը լավ չջոկեց, օգնի թե չօգնի։ Այն որ բան ասիր, այն որ ասիր ախպեր, որ Արցախը Հայաստանը թեվեր, այդ Պուտինի вообще չդզեց։ Դրա համար ինքը որոշեց հելնի լրիվ ուրիշ բաներ ասի։ Այդ Արցախը Հայաստանը ևեր, դա իրականում եղել է։ Արցախը հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ունեցել։ Այսինքն իրականում այդ Արցախը Հայաստան է եղել, պարզապես Փաշինյանը բարձրաձայն արտահայտել է։ Ձեր արածը բարձրաձայն արտահայտել է։ Բայց սա սենց այդ ադաբսուրդում դատողությունների մեջ է, տրամաբանությունը ձգել են աբսուրդի, սկսել են։ Մեր տեսեք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, եթե մենք հիմքին հավատարիմ մնանք, ի՞նչ է տեղի ունեցել։ Ռուսաստան-Թուրքիա գործարք հեսել են Ադրբեջանին, քշել են մեր վրա եւ օգտագործել են 5-րդ շարասյունը։ Եթե մենք հիմքին հավատարիմ ենք մնում, որ սա է եղել, Հայաստանը հակառուսական ինչ անի կլինի ճիշտ։ Բայց իրենք հարցի հիմքից կտել են, քաշել են աբսուրդային դատողությունների մեջ։ Բոյոտ կարճ չէ, Պուտինը չջոգեց։ Սա սենց աշխարհաքաղաքական բաներ կա, չկա։ Այստեղ Հայաստանի եւ Ռուսաստանի գոյության հարց է, ուրիշ բան չկա, մնացածը կոմպլեմենտար է։ Եվ այս համատեքստում այս ընտրություններով ինչ ուղերձ ստացավ Ռուսաստանը, Մոսկվան եւ ինչ ուղերձներ ստացավ Բրյուսելը։ Կվերադառնանք վարքյաններ անց։ Իշտեսեմ սա ազատ զրույցն Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Հայկ Սուքասյանի հետ, մենք սկսեցինք խոսել նաև կայացած ընտրությունների արտաքին քաղաքական ազդեցության մասին, հարցային էր, թե այս ընտրություններով ինչ ուղերձներ ստացավ Մոսկվան եւ ինչ ուղերձներ ստացավ Բրյուսելը։ Ռուսաստանը տարբեր կարծում ընկալումներ ունի, նախ որ էլի տեղավորվեց ամուր, գրավեց ընդդիմության դաշտը եւ ունի ամուր թիկունք։ Քիչ համի ամուր կլինի թե չլինի, բայց թիկունք ունի։ Բայց նաեւ հասկացա, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այն ժողովուրդը, որին ինքը ուրիշ բան էր մտածում, որին մտածում էր դե այտենց ճորտության, գլխավորապես ռուսական ճորտության օրիենտացիայի ժողովուրդը, ապացեց ուրիշ բան, որ ինքը տեր է իր անկախությանը եւ այստեղ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների տրանսֆորմացիան արագացնելու եւ որպես իրական ինքնիշխան պետություններ իրար հետ համագործակցելու հնարավորությունը Ռուսաստանը կհասկանա, որ տենց է լինելու։ Ինքը հասկացավ եւ կհասկանա, որ այսա սանկցիաները հանելու է, որտեւ էլ իմաստ չկա։ Ժամանակին իմաստ կար, որովհետև սրանց լեշը պետք է մտցներ ստեղ, տարբեր ձևերով։ Հիմա այդ դա կհանի եւ սկսի նորմալ հարաբերվել։ Իսկ արևմուտքն այսինքն կհամակերպվի այս ընտրությունների արդյունքների հետ։ Բան պետք է անի։ Իսկ արևմուտքն էլ հասկացավ, որ այն ծրագրերը ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, որոնք իրենք նախատեսում են Հայաստանի հետ կարելի է շարունակել, արժի այսպիսի ժողովրդի վստահել հավաքական մեծամասը, որտեղ ես էլ եմ ասում, արևմուտքի սոցիոլոգիան ուրիշ է, Ռուսաստանի նման չի։ Նրանց սոցիոլոգիան գլխավորապես ժողովրդի վրա է։ Ժողովրդի իշխանության գործողությունների վրա չի մենակ։ Ժողովրդի դուք անկախ ապելու ձգտում ունեք, թե չէ։ Եվ մեր ժողովրդի հավաքական մեծամասնությունը ապացուցեց, որ ունի, եւ ես կարծում եմ հիմա արևմուտքի հետ մեր հարաբերությունը շատ ավելի ինտենսիվանա։ Ռուսաստանի համար այս ընտրությունները քաղաքական պարտություն էին, թե նա կարողացավ իրականացնել իր պլան մինիմումը։ Միջինը ասենք, պլան միջին է իրենց։ Դե մաքսիմումը իշխանափոխություն, ես նկատի ունեմ մինիմումը ընդդիմադիր դաշտը նորից խորհրդարանական հանդիպություն։ Չէ, պարտություն չի, իրենք լավ էլ գիտեն, որ իրենք ընտրություններով Հայաստանում ռուսական հեղաշրջում անել չէին կարող։ Բայց ենթադրելի էր, որ վերջը Հայաստան իր ծանրագույն օրերից հետո կարողացել էր բացվել դեպի արտաքին աշխարհը, հսկայական ձեռքբերումներ ուներ, խաղացրել էր Ադրբեջանին, թրիփ էր բերել, Եվրոմիության հետ մերձեցում կար, տնտեսական հսկայական աճ կա, իրականում կա եւ շատ նոր ձեռքբերումներ կար։ Ես ենթադրում եմ իրենք ունեին վերլուծություն, որ այս հիմքի վրա ռուսական սեգմենտը շատ քիչ պետք է հայտնվի եւ օրինակ անկախական գիտակցության փայլ ուժեր կհայտնվեն, բայց իրենց հաջողությունը այն է, որ այդ ուժերը չհայտնվեցին եւ իրենք ունեցան անտագոնիստական հակադիր կոնֆլիկտային խորհրդարան, այսա նորից պետք է զարրոսները լսենք դրանց։ Այնտեղ հոպետ նրանք պետության վերաբերյալ քննարկման չեն մասնակցելու, գալու են զզվստեն, չգնան աշխատանքի, զռան, Պուտինին բան չասեք, Մեդվեդևին բան չասեք, սենց թեզեր է գալու խորհուրդ։ Այսինքն այդ իմաստով ինքը ունի անհանգիստ խորհրդարան, որտեղ այս դեպքում էլի ամեն դեպքում պետության կայացումը, զարգացումը սաբոտաժի անելու որոշակի հնարավորություն իրենք ունեցան։ Իհարկե դա կհասկանանք, եթե իշխանությունը պինդ լինի, շատ ազդեցություն չի ունենա։ Բայց եթե
իրավական process-ները, քաղաքական կամքը մի քիչ թուլացավ, դրանք սաբոտաժի հնարավորություն կունենան։ Իսկ Հայաստանի եվրոպական օրակարգը այս ընտրություններով ավելի ուժեղանում է, թե ավելի թուլանում է։ Ավելի ուժեղանում է։ Ուժեղանա, իհարկե աջակից ուժ չկա խորհրդանում, որ արագացնի դա, բայց որ ուժեղանալու է հաստատ է, որտեվ արևմուտքը ինքն էլ է ուզում։ Մենք էլ ենք ուզում, արևմուտքը ինքն էլ է ուզում։ Ես մեր ժողովրդին ուզում ասել հետևյալը. դուք իշխանության դիսկուրսին շատ մի նայեք, այդ որ ասում է արևմուտքը հեռու է բան։ Իշխանությունը արտաքին աշխարհի հետ գործ ունի։ Դա այտենց մի հատ բան կա, երկու մետրանոց եվրոպացի կա, կուսակցության, որ գիշեր-ցերեկ արևմուտք չեն գնում, Եվրոպա ոչ չես գնում, իշխանությունը ռուսական ագրեսիան զսպելու խնդիր ունի, դուք իշխանությունը կարող է ամեն ինչ ճիշտ պետք է ասի։ Եթե իշխանությունը ամեն ինչ ճիշտ է անում, ճիշտ է, ամեն ինչ բացահայտ ասում, այստեղ կագեբերի ինչ գործ ունի, հենց սա խոսում է, էլի։ Իշխանությունը, նայեք, արտաքին աշխարհ, դուք պետության քայլերը նայեք։ Պետության քայլերը գնում է դեպի Եվրոմիություն, գնում է դեպի Արևմուտք։ Այն մնացած դիսկուրսն էլ է դրանց ագրեսիան զսպելու համար է։ Իրականում, այո, դեպի Եվրոմիություն, դեպի Արևմուտք վերմերձեցումը արագանում է։ Այսինքն նույնիսկ այն ասուլիսի ժամանակ տրված հարցը պատասխանը, որ մենք այս պահին առաջնային խնդիրը մեր ստանդարտները համապատասխանեցնելն է եւ հանրակրվեի հարց կառաջանա այն պարագայում, երբ որ մենք տեխնացու լինենք կամ հայտ ներկայացրած լինենք եւ այլն, սրանք հայտարարություններ են, սրանք հռետորաբանություններ են, ըստ էության հյուսիսային սպառնալիքները զսպելու համար, ես ճիշտ հասկացած ես։ Այո, որտեղ մենք էլ ենք սովորել վերջերս քաղաքականությամբ զբաղվել, որտեղ մենք գիտենք քաղաքականությունը լրիվ ուրիշ բան է։ Մենք աշխարհի դրվածքն ենք հասկացել, միջազգային հարաբերությունների փիլիսոփայությունն ենք հասկացել, որ պետությունը ամեն ինչ չի, որ ասում են, հակառակն է, պետությունները ասում են, անում են ամեն ինչ, որ ճիշտը չասեն։ Բայց գործողությունները նայեք, դիսկուրսը պրակտիկայի հետ պետք է ստուգեք։ Բռնում է իշխանության դիսկուրսը պրակտիկա, չի բռնում։ Պրակտիկան լրիվ ուրիշ բան է, դեպի արևմուտք է։ Դեպի ավելի ինքնիշխան, ազատ, անկախ պետություն ունենալն է։ Հետևաբար ես վստահ եմ, որ մենք գլխավորապես ես մեր ժողովրդին առաջարկում եմ, ոչ մեկի զրոցին չնայեք, նայեք գործողությունների։ Իսկ այս ընտրություններով արդյոք հասարակությունը մեկ անգամ եւս նոր մանդատ տվեց Հայաստանին շարունակելու արտաքին քաղաքականությունը մեծ առումով եմ ասում, բայց նաեւ խաղաղության օրակարգը, Ադրբեջանի հետ հարաբերությունները, Թուրքիայի հետ հարաբերությունները, այն կուրսը, որ վարվում էր մինչ այժմ։ Թե որոշակի կոռեկցիաներ կլինեն։ Կարծում չեն լինի, կուրսը կշարունակի, որտեվ դա կուրսի լեգիտիմություն հայտելու ընտրություններ, դա խաղաղության գործընթացը արագացնելն է, դա սահմանները բացելու process-ը արագացնելն է, դա իրական Հայաստանի գաղափարն է, որ էլի ինչ որ ուռած գլուխներ շարունակում են չընդունել, զզվացրին թողին, լսեք, այս նայեք, մեր հայրենիքի վերջին կտորն է, որի վրա կա պետություն, չէ, բայց զառոստերը կա, սաղ տեղից փախել ենք մենք։ Ու բացատրություն ունենք, այն է թուրքներ ցեղասպանել, բայց բացատրում ենք, մենք բացատրում ենք, ինչ ենք մենք անընդհատ փախնում, ու բացատրություն ունենք դրանից։ Արցախից թողել հելը փախել ենք, բացատրություն ունենք, ասում դու ես մեղավոր, եկել ես եմ մեղավոր։ Բացատրություն կա, Նախիջևանում այդ չկա, բացատրություն կա։ Մենք միշտ բացատրում ենք, սա մեր թուլության հետևանքն է։ Սա թույլ մարդու, թույլ ժողովրդի վարքագիծ է։ Բացատրի ինքը ինչու է փախնում աշխարհից, ինքը ինչու է թույլ։ Սա մեր հայրենիքի վերջի կտորն է, որի վրա այս պետությունը կա, եւ այդ իրական Հայաստանը սա է։ Մեր հիմնը ինչ է ասում, մեր հայրենիք ազատ անկախ, մեր հայրենիքը է ազատ անկախ է, հեքիաթներ չպատմեք ողից բաներ կպցնեք այս պետության եւ այս ժողովրդի վրա, ոնց որ բանով, մեր են բաները, ազատարարները, անկախականները եկել են, անկախության հռչակագիր են գրել իրենց համար, այսպես ժողովրդի վզին դրել են պարտականություն, գնաց Թուրքիաց տարածրես կբերես։ Դուք ընդհանրապես ինտելեկտ ունեք, դուք չի արա։ Ձեզ կակևով ուղղորդել են, որ դուք պետություն չստեղծեք։ Ոչ մեկը հեքիաթ ես անկախական եմ, անկախության հռչակագրից չկապնես։ Մի անգամ տվել են ձեռը անկախության հռչակագիրը կարդացե, եկել ասում ես այդ անկախության հիմնադիրն է։ Արա դու կարդացել ես մի անգամ, արա, ամեն մեկը մի տիտղոս ունեք նվաճած։ Իրական Հայաստանը պետք է նայեք, սա ես մեր ժողովրդին ասում եմ։ Սա Աստծո ռեզիդենտ երկիրն է։ Դուք իրավունք չունեք այս պետությունը վարի տալու, իրավունք չունեք։
Եվ դրա համար բայց նաև իշխանությանը ես ուզում եմ ասել, պետք է շարունակվի մեր պետական ինստիտուտները ազատագրելը։ Եկեղեցուց սկսած ամեն ինչ, այդտեղ հորանջել, մորանջել ոչ մի բան չկա։ Իշխանությունը պինդ է, ժողովրդի հավաքական մեծամասնությունը իր հետ է, եւ իրեն տվել է այդ մանդատը իրական Հայաստանը իրապես իրացնելու, իրեղեն դարձնելու, նյութապես ուժեղացնելու այդ Հայաստանի Հանրապետությունը, բայց նաև իր եկեղեցին ազատել։ Ուզում ասեմ, հանկարծ չօրանջեք այդ հարցում։ Սկսում եք վաղը մյուս օրվանից սկսում եք այդ գործընթացը։ Արդյոք այս ընտրությունների արդյունքներով հասարակությունը նաև փակեց այն բոլոր նարատիվները, այն բոլոր թեմաները, որոնք թվում էր թե պիտի փակվեին 2021-ի ընտրություններից հետո, պատերազմի թեմատիկան, չգիտեմ 300,000 ադրբեջանցիների թեմատիկան եւ այլն, այս շարքը կարելի է շարունակել։ Այդ ամեն ինչը փակեց հասարակությունը, թե էլի ընդդիմությունը պիտի շարունակի այդ նույն նարատիվներով։ Հասարակությունը փակել է, բայց դե մենք հասարակության հավաքական մեծամասնությունը, բայց հասարակության մի մասը չի փակել։ Դե հեսա այդ արդիական չի լինի, ուրիշ բաներ կբստրեն, այս սրանք հո բան չեն, այս սրանք հո մեզնից չեն այս հատվածը։ Դե ժամանակի, որտեվ հարը թես կար, ջրվելով գալիս է, չէ՞։ Սահմանադրությունը կար, հետո տեսան արդիական չի ջրվեց։ Արևմտյան Ադրբեջանին Ալիևի հետ պայմանավորվել, ասի թեստու, որ խոսանք։ Հետո այդ էլ արդիական չի, հետո այս 300,000, ամեն անգամ որքան որ իրենք կան, էլ եմ ասում։ Այդ ճորտության հոսանքը հակաթուրքականության թեզիսի վրա է։ Իրենք հակաթուրքական անընդհատ նոր բաներ են։ Հեսա կաղաչեն Ալիևին, կասեն ոնց որ լրվել ես։ Բանտու թեստուր որ խոսանք։ Կարող է դա լինի, բայց ակնհայտ է, որ ժողովրդի հավաքական մեծամասնությունը այդ իրենց կեղծ թեզերը հերկել է։ Մեծ հաշվով ինչպիսի խորհրդարան ենք ունենում։ Նաև կարելի է համեմատել նախորդ խորհրդարանի հետ։ Ինչ որ բանով տարբեր է լինելու, նոր է լինելու, ընդդիմությունն ավելի կոշտ է լինելու։ Նույնն է լինելու, ագրեսիվ, մի փոքր կարծեմ թվականակով շատ, մեխանիկական շատություն ունեն, բայց նույն խորհրդարանն է հակադիր գաղափարաբանության վրա պետություն ցանկացող եւ հակապետական մտածողությամբ, անկախ ազատ գիտակցությամբ եւ ճորտության գիտակցությամբ, որտեվ այդտեղ ելի եմ ասում, դա անդիմություն չի, դա անդիմության տեղը զբաղեցած հակապետական մտածողությամբ սեգմենտ է եւ այս հակադրությունը խորանալու է։ Եթե սեգմենտը ուժեղ եղավ, հասարակության այդ իրենց ձայն տված ճորտության սիրահարների հատվածը հետը պահելու է, բայց եթե մենք կարողացանք եւ մենք պետք է կարողանանք այս մեր ժողովրդի իրենց ձայն տված այդ հատվածին փոկել եւ անկախական գիտակցում ուժեղացնել, ապա իրենք կթուլանան։ Իրենք ուժեղ են, որտեվ հետերը կապ չունի այդ կաշառքովա ձայն տվել, կարևոր չի։ Տվել է, այդքան մար ձայն է տվել։ Մենք պետք է կարողանանք այս սեգմենտին հասարակության այդ հատվածին վերադարձնել դեպի անկախության հուն։ Բայց այստեղ մեզ օգնող ինստիտուտներ են պետք։ Այստեղ մեզ պիտի օգնի մեր եկեղեցին, որը իր ոգեղենությամբ, իր քրիստոնեական տեսքով, քրիստոնեական բարոյականությամբ պետք է վերադառնա դեպի ժողովուրդ։ Եվ երբ որ ինքը կվերադառնա այդ հմայքով, այդ հատվածին մենք կարողանանք սրանց ոտերի տակից անել։ Այդ դեպքում սրանք թուլանան։ Բայց այս պայն դիագնոզ անենք, ունենք հակադիր մտածողությամբ, հակադիր ներկայացում խորհրդարան։ Փոքր կուսակցությունները կամ այն կուսակցությունները, որոնք քաղաքական պատմություն ունեն, բայց ելի չհայտնվեցին, քաղաքական դաշտը փակվեց նրանց համար, թե դեռ որոշների համար կարող է փակվել, եթե շարունակեն նույն ձևով, այտենց վատ քաղաքական կազմակերպվածությամբ, անձնական եսասիրությամբ, որտեվ կա մեջները։ Եթե շարունակեն կփակվի։ Իսկ մյուս հատվածը, եթե հասկանա, որ ինքը դասեր պետք է քաղի, որտեղ միայն էլ եմ ասում, մենակ մեղադրելով չի, սրան փակի ես գամ։ Ընդհանրապես դա ճիշտ է, բայց դա ճիշտ է ընդհանրապես։ Մասնավորապես դա սխալ է, դու ինքդ պետք է վերափոխվես, դու ինքդ պետք է ինչ է, կյանքը դու ես եւ հանգամանքները։ Դու հասկանում ես, որ քո եղածով դու ընդունես քո սխալը։ Սա ամենակարևոր բանը, որ մենք համառորեն չենք ընդունում։ Մենք չենք ընդունում, որ մենք կարող ենք սխալ անել, չենք ընդունում։ Այդ քաղաքական դու պետք է սխալը ընդունես, որ փոխվես։ Հասարակությունը դուք պետք է ձեր սխալը ընդունեք, որ հետո եղել է սխալի մեջ ոչինչ չկա։ Ցանկացած մարդը սխալում է, բայց քո իմաստությունը ինչու՞ է կարում, երբ որ քո սխալը ընդունես եւ դու փոխվես։ Եվ եթե իրենք փոխվեն, կանեն որոշակի ճշգրտումներ, ինքնակազմակերպ կարդիականանան, նոր սերունդ կգա, դեմքները կփոխեն, նաև ծրագրերը կփոխեն, իրենք շանս ունեն անցնել։ Մեկ հարցելու ավարտենք։
Ընտրություններից հետո արդեն իշխանության առաջին մարտահրավերները, կարևոր մարտահրավերները որոնք են։ Իհարկե իշխանությունը ասում է, որ սրանց հարցերը լուծելն է իրավական դաշտում, դա այտենց մեր իրավական դաշտին որ թողած մենք 40,000 տարի գործանող չենք։ Մեր օրենսդրությունից սկսած, մեր իրավաբաններից սկսած։ Որոնց ես ներվայնանում եմ ընդհանրապես այդ իրավաբաններից։ Մենք ունենք պետական ինստիտուտները կայացնելու խնդիր։ Գլխավորը սա պետք է դիտվի։ Պետական ինստիտուտները կայանան։ Ինստիտուտների տարանջատման սկզբունքը պետք է աշխատի։ Ոնց է օրինակ, ասենք եվրոպական երկրներում։ Օրինակ դուք ինչի՞ չեք կարող Ֆրանսիան փլցնեք։ Ասենք մի հատ նախագահ անցկացնեք, ասենք Ուդմուրտա մետ, Ֆրանսիան հանձնի Ուդմուրտին։ Գիտեք ինչի՞ չեք կարող։ Որտեղ ինստիտուտներն աշխատում են, չեն թողի պետության փլուզում։ ԱՄՆ-ում ուզում եք տարեք, օրինակ Քենեդուն խփեցին, այդ երկրում բան չփոխվեց, որովհետև ինստիտուտներ կա։ Հիմա նույնը մեր խնդիրը պետական ինստիտուտները կայացնել է, այն բոլոր գործընթացները թռիվ եւ այլ ամեն ինչ պետք է արվի, բայց հիմք պետք է դրվի պետական ինստիտուտների տարանջատումը պետք է աշխատի, անձով չպետք է լինի։ Եվ ռուսներն լավ գիտեն, որ այդ ինստիտուտները դեռևս կայացած չեն, մի անձի հեղինակության վրա է շատ բաներ կառուցված, դրա համար են ամբողջ ռեսուրսը ուղղել այդ անձի հեղինակությունը գցեն, պետությունը կփլվի։ Բայց հիմա մենք ենթադրենք, անցանք ժողովրդով անցակ այդ этаպը, իշխանության գլխավոր խնդիրը ինստիտուտները կայացնելն է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսպիսով խորհրդարանական համապետական ընտրությունները ավարտվեցին, սակայն քաղաքական գործընթացները շարունակվում են։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձևավորվեց Հայաստանի Հանրապետության ընտրական տեղամասերում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու ԿՎ-ով եւ ոչ միայն ձևավորվեց իշխանություն, այլև ուրվագծվեց այն ճանապարհը, որով անցնելու է Հայաստանը առաջիկա 5 եւ ավելի տարիների ընթացքում։ Հիմա արդեն այդ քվեները քաղաքական արդյունքի վերածելու ժամանակն է։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի քաղաքագետ Հայկ Սուքասյանի հետ, շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։